այս փուլում կարճաժամկետում վերադարձեն 5 գներին, մի քիչ պակաս իրատեսական եմ համարում։ Էկոնոմիկայի նախարարը հեղուկ գազի գնի իջեցումն է առաջիկայում անիրատեսական համարում, թեև ընդամենը օրեր առաջ վստահեցնում էր պատճառը լարսում խցանումներն են, գինն էլ կարճ ժամանակում կկարգավորվի։ Հիմա վերելարսը արդեն բաց է, 3-ը առաջի օր եկել են մի քանի, 3 ավելի շատ ավտոմեքենաներ են եկել, այսօր սպասում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը եւս տասնյակ մեքենաներ կմտնի եւ ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որը գները էականորեն կիջնի, նախ A կլինի, B հետո էական կիջնի։ Որը ժամանակ էր Երևակայում մի 10 օր առաջ, եթե չեմ սխալվում։ Սա գա շաբաթ օրը արդեն բազմաթիվ մեքենաներ կմտնեն, կեժանանա, բայց նույնը մնաց։ Մի ժամանակ առաջ ասում էր կիջնի, արդեն լցվում է կիջնի։ Ես արդեն վստահություն չունեմ։ Այսօր արդեն էկոնոմիկայի նախարարը նոր պատճառներ է նշում հիմնավորելու այն, թե ինչու գազի գինը մինչև հիմա չի նվազել, ինչպես նախոստանում էր, ու ըստ էության չի էլ նվազելու։ Ռուսաստանում գները ավելացել են եւ այդտեղ պետական ինչ-որ դուրք է դրվել արտահանման վրա։ Կա ինձ այդպես են զեկուցել նոր բաներ։ Որոշակիորեն գնի վրա ազդեցություն ունեցել է։ Տեղակ է 260, 270, 280, անգամ 290 եմ տեսել, չեմ մանում։ 280, մինչև 300 դրամ։ 270, 280, եղել է 300։ Եղել է, որ ամռանը այսքան թանկ լինի, ինչ որ տարի։ Ոչ մի անգամ։ Եղել է տարի, որ ամռանը այսքան թանկ լինի, թե աննախադեպ այս գինը։ 122 թվականին եմ հիշում, բայց այս գնով չեմ հիշում։ Կոնկրետ այս 270 կամ հիմա որ 250 երևի թե չի եղել։ Նավթի գինը որ թանկացել է, բնականաբար էսը պետք է թանկանա։ Չեն ուզում թող չքշեն։ Քաղաքացիների համար նախարարի պարզաբանումները արժանահավատ չեն։ Ասում են մշտապես տարբեր պատճառներ են գտնվում գազը թանկացնելու համար։ Կարծում են շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անելիք ունի դաշտում։ Վրաստան ինչու է էժան։ Լավ, Ռուսաստանը ասենք բարձրացել է, բայց Վրաստանը ավելի էժան է, քան մեզ մոտ։ Ես չգիտեմ, խնդիրն ինչու՞մն է կատարվում։ Վերահսկում չկա, դրանից է։ Որ վերահսկում լինի, այսինքն Մենք ենք մեղավոր, այլ որ չլցնենք, կիջնեն։ Պապոյանն այսօր հայտարարել է առաջիկա օրերին կվերսկսվի հեղուկ գազի ներմուծումը Իրանից։ Եկից էկոնոմիկայի նախարարության կցորդը Իրանում զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը գների վրա կիջեցնի ներքև դեպի էլի։ Նախարարը սակայն շեշտում է չափազանցված սպասելիքներ ունենալ պետք չէ։ Ամեն դեպքում նախորդ տարվա գինն այս տարի չի լինի։ Եթե մի շաբաթ հետո անգամ 200 լինի, ֆանտաստիկ լավ կլինի։ Եթե մի շաբաթ հետո օրինակ արձանագրենք, որ ապարանում 240 չի 200, ֆանտաստիկ լավ կլինի։ Վարորդներից շատերն արդեն այլընտրանքային վառելիքի անցման տարբերակներն են դիտարկում։ Այս գնով հեղուկ գազով վարելը ձեռնտու չէ, ասում են։ Վերջը հարցին լուծում է պետք։ Որտեղ սա համարյա բենզինի գին է։ Շատ դժվար է։ Օրական 9-10 հազարի մենակ լիցքավորում եմ։ Դա Yandex-ի համար շատ բավականին է գումար է։ Այսինքն շարունակվեց արդեն հեղուկ գազից դի հրաժարվել։ Միանշանակ։ Որտեղ 1 ամիս, 2-3 լավ վերջ է։ Պապոյանն ասեց, մենք հույս ունեցանք, ասենք լավ, հեսա կեժանանա, բայց արիտես որ չեժանանում։ Հա ավելի լավ է բենզին քշեն, քան հեղուկ գազ, էլի, այդպես թանկացել է։ Իրականում գազը ձեռ չի տալի արդեն։ Ասենք բենզինի։ Ես ասենք լցնում եմ 5000 գրամի։ Հիմա քշում եմ 40 մայլ, այսինքն գետը 60 քանի կիլոմետր։ Այն ժամանակ 90 էի քշում կամ 100, հա։ Ավելի լավ կլինի, որ մահաճելի լինի, բայց փոխելու մասին չեմ մտածում։ Ամեն անգամ փոխել այլ մեքենայի շարժիչի հետ կապված էլի, որ ասենք այլ վառելիքով ինքը բնականաբար լավ չի աշխատելու։ Արդեն ես ուզում եմ ասեմ բենզին։ Ոստը հիմա լստում եմ, որ երկար ճանապարհ պետք է գնամ, բենզին ու գազ, որ հերիք ինձ։